Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Նազովրեցու սուրբ անունով, անուն, որ բարձր է ամեն անունից, օրհնում եմ յուրաքանչյուրիս, օրհնում եմ մեր հոգիները, մեր սրտերը, մեր շունչը, մեր միտքը, մեր երևակայությունը, մեր սերունդները, ու թող Տերը ողորմի մեզ, ծածկի մեզ իր շնորհով, իր խաղաղությամբ, իր լույսն ու սերը լցնի մեր մեջ, մեր ոտքերը առաջնորդի դեպի ճշմարտություն, դեպի լույս։ Հովհաննես Ավետարանի 4-րդ գլխի 41 խոսքում, երբ Հիսուսը հանդիպել էր սամարացի կնոջ հետ և նա սամարացի կինը հասկացել էր, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո օծյալը, աշխարհի փրկիչը, նա վազեց իր քաղաք ու բոլոր սամարացիներին իր քաղաքի պատմում էր Քրիստոսի մասին, և նրանք հավատացին Քրիստոսին այդ կնոջ ասածի հիմքի վրա, նրանք ասում են, Աստվածաշունչը ասում է, նրա խոսքի համար հավատացին Քրիստոսին, բայց հետո նրանք հրավիրեցին Հիսուսին իրենց քաղաք, որ 2 օր այնտեղ մնա, և ամեն մեկը լսեց անձամբ Հիսուսի խոսքը, անձամբ ճանաչեց Հիսուսին, և գալիս է մի պահ, որ նրանք այդ կնոջը ասում են, այլևս ոչ թե քո խոսքերի համար ենք նրան հավատում, այլ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է, այսինքն Քրիստոսն է, աշխարհի փրկիչը։ Ես աղոթում եմ Հայր Աստծուն, որ ամեն մեկս, իմ ընտանիքի բոլոր անդամները, իմ բոլոր հարազատները, լսողները, հետևողները, իմ ամեն քույր ու եղբայր, հոգևոր եւ ամեն մարդ հավատա, քանզի կունենա անձնական բացահայտում, անձնական հանդիպում Քրիստոսի հետ։ Շատ լավ է, որ մենք լսում ենք եւ հավատում ենք, քահանայից ես լսում, այսպես on-line քարոզ կամ դաս ես լսում եւ հավատում, շատ լավ է, բայց իմ աղոթքը այն է, որ այս սամարացիների նման ամեն մեկս մեր անձնական հանդիպումը ունենանք Քրիստոսի հետ եւ ասենք մենք անձամբ գիտենք, մենք անձամբ հավատում ենք, որ Քրիստոսն է աշխարհի փրկիչը եւ մենք անձամբ ընդունում ենք Քրիստոսին որպես մեզ Տեր ու փրկիչ։ Հիսուսի անունով, ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության եւ մեկնաբանության շարունակությանը, այսօր խոսելու ենք 3-րդ գլխի 2-րդ մասից եւ այսօր խոսելու ենք մի քիչ նաեւ գրքից դուրս հեթանոսական չաստվածների մասին, որ մենք դա էլ հասկանանք։ Անցնենք գրքին, որոնք են կեղծ աստվածների օրինակները։ Ահա մի քանիսը. պաշտոնը, հասարակության մեջ ստատուս ունենալը, համբավը, սեքսը, ուժն ու զորությունը, իշխանությունը, հարստությունը, սերը, արագ բավարարվելու ցանկությունը, ընդունված լինելը, ազդեցություն ունենալը, էմոցիոնալ աջակցություն ու խրախուսում անընդհատ ստանալը, հարմարավետությունը, կոմֆորտը, առողջությունը, հարաբերությունները, գիտելիքը, իմաստությունը եւ այլն։ Ես սերը այստեղ ավելացրեցի, որովհետև այս աշխարհում սերը դարձրել են Աստված։ Ոչ թե համաձայնվում են, որ Աստված սեր է, այլ սերն են դարձրել Աստված, որի պատճառով ամեն կարգի սեր, ամեն կարգի պիղծ սեր դարձել է ընդունելի, որովհետև մարդիկ խաբնվել են սերը Աստված դարձնելով։ Այո, Աստված սեր է, բայց սերը Աստված չէ։ Այս կեղծ աստվածները այնքան են, որքան մարդիկ կարող են երևակայել ու պատկերացնել։ Հաճախ մարդիկ պաշտում են այս կեղծ աստվածների համակցությունները, օրինակ, հարմարավետությունը եւ հարստությունը, սեքսը եւ իշխանությունը, արագ բավարարվելու ցանկությունը եւ սեքսը եւ նման տարբեր համակցություններ, եւ պարտադիր չի, որ միայն երկուսը գործեն, կարող են մի քանիսը իրար հետ գործել։ Հիմա, ինչպես ասեցի, մի փոքր գրքից շեղվելով, խոսենք
հեթանոսական չաստվածների մասին, որովհետև ես հոգով զգում եմ, որ սա է իրական տեղը այդ մասին խոսելու համար։ Հեթանոսական չաստվածներին մարդկությունը պաշտել է և դեռ շարունակում է երկրպագել ու պաշտել։ Եվ ես սա անում եմ, որպեսզի հասկանանք, թե որտեղից է այս ամենը գալիս, ու կտեսնենք, որ Պողոս առաքյալի խոսքերը Հռոմեացիներում շատ ճիշտ են։ Ես ուզում եմ հիշեցնեմ Հռոմեացիների 1:25-ում Պողոս առաքյալի խոսքերը. մարդիկ Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է։ Այսինքն, արարիչ Աստծուն պաշտելու, երկրպագելու, նրան ծառայելու փոխարեն մարդիկ երկրպագեցին և ծառայեցին ստեղծված բաներին, մարդկանց իրանց մտքի երևակայությամբ ստեղծված բաներին ևս։ Հեթանոս չաստվածները առաջացել են տարբեր մշակույթներում, տարբեր գործընթացների միջոցով, որոնք հաճախ ներառում են բնական երևույթների, կենդանիների կամ թագավորների, հերոսների և նախնիների նշանավոր դեմքերին աստվածացնելը։ Մարդիկ աստվածացրեցին բնությունը, որ իրական արարիչ Աստված էր ստեղծել։ Շատ հեթանոսական կրոններ պաշտում էին բնական ուժերը ու երևույթները, աստվածացնելով կայծակը, ամպրոպը, արևը, անձրևը, լուսինը, աստղերը, ամեն մոլորակները, գետերը, լեռները և այսպես շարունակ։ Այս կեղծ աստվածությունները, չաստվածությունները հաճախ կապված են բնության հատուկ կողմերի հետ, ինչպիսիք են պտղաբերությունը, գյուղատնտեսությունը կամ եղանակը։ Օրինակ, երբ հողը լավ բերք չէր տալիս, անձրև եկած չէր ելնում կամ արև չէր ելնում, որ բերք լիներ, որոշ հեթանոսական կրոններում իրենց երեխաներին էին զոհաբերում այս մտածածին կեղծ չաստվածներին, որ անձրև գա, որ արև լինի, որ բերք ունենան։ Աստծո կողմից ստեղծված կենդանիներին մարդիկ սկսեցին աստվածացնել։ Եգիպտացիներն էին պաշտում կենդանիներին, ու նրանց չաստվածները կենդանու տեսք ունեին։ Ճապոնիայի Շինտո կրոնը նույնպես։ Հինդու կրոնի շատ կեղծ չաստվածներ ունեն կենդանու տեսք և ասոցացված են կենդանիների հետ։ Ուրեմն մարդիկ սկսեցին կենդանիներին համարել սուրբ ու աստվածացնում են, ու դեռ աստվածացնում են, երբ սուրբ է միայն կենդանի Աստված։ Օգտվելով առիթից ուզում եմ նորից քաջալերել և հիշեցնել, եթե դուք ձեր տանը ունեք եգիպտական պապիրուսներ, եգիպտական փարավոնների ու այս չաստվածների նկարներով սփասք, զարդեղեն, խնդրում եմ դուրս գցեք, ու միայն եգիպտականին չի վերաբերում, կարա լինի հռոմեական, կարա լինի հունական, նորդիկական և այլն։ Գնին մի նայեք, մի արժեքավորեք իրանց գինը, հիշեք ինչ է երկրպագությունը։ Երկրպագությունը այն է, ինչ մենք արժևորում ենք մեր սրտում ավելին, քան Աստծուն։ Եթե դուք ունեք կենդանիների պատկերներ ձեր տանը և ակնկալում եք, որ դրանից գալիս է ձեր օրհնությունը, ձեր պաշտպանությունը, ձեր բարիքները, դուրս շպրտեք, որովհետև օրհնությունը, լույսը, բարիքը, պաշտպանությունը, ամեն բարիք գալիս է միայն արարիչ Աստծուց։ Մնացածը կեղծ աստվածներ են, որոնց հետևում գործում են դևերը։ Մի բացեք ձեր կյանքերը չարիքի համար, պաշտպանեք ինքներդ ձեզ, դուրս շպրտեք այդ ամենը։ Ոչ թե դուրս շպրտեք, այլ իրանց այնպես ջարդեք, վառեք, փշրեք, մանրացրեք, որ ուրիշ ոչ մեկի ձեռքը չընկնի։ Իսրայելցիները ոսկե ցուլ սարքեցին նրան երկրպագելու համար։ Մինչև այսօր շատ ազգերում ցուլին են երկրպագում,
իսկական կենթանուն։ Ազատվեք այս բաներից, սիրելի մարդիկ, թող ոչ թե Աստծո ցասումը գա ձեզ վրա, այլ Աստծո օրհնությունը։ Մի անարգեք Աստծուն, մի տրվեք ձեր սրտի զգացմունքներին, ձեր ցանկություններին, ձեր այդ խապնված մտածելակերպին։ Աստծո կողմից ստեղծված մարդիկ սկսեցին աստվածացնել, հատկապես ազգային հերոսներին և թագավորներին, և սա դեռ շարունակվում է ամեն ազգի մեջ։ Հայտնի անհատները, հատկապես թագավորները, ռազմիկները, աստվածացվում էին իրենց մահից հետո, դառնալով նախնիներ, ում պաշտում էին ու երկրպագում։ Օրինակ, բոլոր փարավոններին երկրպագում էին, որպես աստվածների, ցեզրներին Հռոմում, իրենք իրենց հռչակել էին աստվածներ և նրանց պաշտում էին որպես աստվածների, նրանց երկրպագում էին։ Բաբելոնի թագավորներին էին երկրպագում որպես աստվածների։ Մեր հայ մշակույթում հայկին են աստվածացնում որպես նահապետ աստված, Վահագնին աստվածացնում են որպես պատերազմի աստված։ Սրա մասին գրում է Մովսես Խորենացին։ Ու սա մինչև այսօր շարունակվում է Հայաստանում, և հեթանոսական շարժը, որ Քրիստոսով դուրս էր մղվել մեր երկրից, նորից մեծ թափ է հավաքում։ Սա պիտի մեզ անհանգստացնի և մենք պիտի աղոթենք սրա դեմ, որտև Քրիստոսի լույսը եկավ մեզ փրկելու, իսկ մենք ուզում ենք նորից վերադառնալ խավար դարեր։ Ինչ են կարծում, ինչպիսի արձագանք կտա Աստված։ Մարդիկ սկսեցին նաև պաշտել նախնիներին ու հավատում էին, որ մահացած հարազատները կարող են ազդել կենդանի աշխարհի վրա։ Այս նախնիներին իրենց կարծիքով կարելի էր պաշտել որպես աստվածների կամ ոգիների և ծեսեր էին անցկացնում նրանց հարգելու համար։ Խնդրում եմ, ոչ մի սրբի, ոչ մի մեռած մարդու մի աղոթեք։ Ձեզ պատասխանողը դևերն են լինելու և ոչ թե Աստված։ Ուզում եմ նաև զգուշացնել յոգայի մասին, որտև յոգան միայն վարժություններ չեն։ Եթե ցանկանում ես վարժություն անես, գնա սովորական վարժություններ արա։ Յոգան հավատքի համակարգ է։ Նրա հետևում հինդու աստվածներն են, և յոգայի բոլոր պոզաները կենդանական այդ պոզաներն են, այդ կենդանական աստվածների դեմ ծեսեր ու երկրպագություններ անելու համար։ Դուրս արի դրանից, դուրս արի դրանից։ Յոգան քեզ խաղաղություն չի բերում, դա խաբկանք է։ Խաղաղությունը գալիս է Արարիչ Եհովա Աստծուց, ուրիշ ոչ մեկից։ Քրիստոսն էր, որ ասեց. «Ես տալիս եմ իմ խաղաղությունը ձեզ, ես չեմ տալիս, ոնց որ աշխարհն է տալիս»։ Մի վախեցեք, մի սարսափեք։ Քրիստոնյա մարդ, եթե դու քրիստոնյա ես, դու չես կարող յոգայով զբաղվել։ Մենք անում ենք բաներ առանց հասկանալու, մենք այս ամենի համար պիտի ապաշխարենք ու հետ դառնանք։ Որոշ հեթանոս աստվածներ ստեղծվել են գոյություն ունեցող կրոնական համոզմունքների փոփոխման և ադապտացիայի միջոցով։ Օրինակ, հին հույներն ու հռոմեացիները որդեգրել և հարմարացրել են աստվածներին այլ մշակույթներից, նրանց տալով նոր անուններ և հատկանիշներ։ Նույնը եղել է մեր տարածքում, իրանական, հայկական կեղծ չաստվածները իրարից են վերցված և հռոմեականից և հունականից։ Օրինակներ. հունական հեթանոս չաստվածների մեջ ներառվում է Զևսը, կեղծ աստվածների արքան, Փսայդոնը, ծովի կեղծ չաստվածը, Աթենան, իմաստության կեղծ չաստվածուհին, որոնք բոլորն էլ կապված էին բնության կամ մարդկային կյանքի յուրահատուկ կողմերի հետ։ Հռոմեական չաստվածության պանթեոնի մեջ մտնում է Յուպիտերը, որ հունական Զևսն է, Նեպտունը, որ հունական Փսայդոնն է։ Սկանդինավյան պանթեոնում օրինակ Օդինը կապված է իմաստության և մահվան հետ, դրանց չաստվածն է, Թորը ամպրոպի չաստվածը, Լոկին չարության չաստվածը,
պատկերացնում եք չարության չաստված։ Եգիպտական պանթեոնում Ռա արևի չաստվածը, Օսիրիսը հետմահու չաստվածը, Իսիսը մոգության, այսինքն կախարդության եւ մայրության չաստվածուհին։ Ոնց կարա մեկը լինի կախարդության չաստվածուհի եւ մայրության չաստվածուհի։ Տեսնում եք ոնց է դևը կապակցել է ամենը։ Հայկական հեթանոսական պանթեոնում Արամազդը գերագույն կեղծ չաստվածը, որը համապատասխանում է հունական Զևսի եւ հռոմեական Յուպիտերի հետ, եւ իրանական Ահուրա Մազդա չաստվածի հետ։ Անահիտ պտղաբերության բժշկության ջրի կեղծ չաստվածուհին, որը համապատասխանում է իրանական Անահիտային։ Տեսեք անունի փոքրիկ փոփոխությունը, Անահիտա, հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիաննային։ Մենք այս չաստվածներին մարդկային անուններ ենք տվել եւ հետո էլ այդ անուններով մեր երեխաներին ենք անուններ տալիս առանց հասկանալու, որ մենք պատվում ենք այդ չաստվածներին, չաստվածուհիներին։ Պետք է ապաշխարել այս ամենի համար։ Վահագնը պատերազմի, ամպրոպի եւ կայծակի չաստվածը, որը նման է Վերեթրագնային իրանական պանթեոնից, Հերակլեսին հունական պանթեոնից։ Աստղիկը սիրո եւ գեղեցկության չաստվածուհին, համեմատելի Աֆրոդիտեի հետ, հունական Միրհը, լույսի եւ կրակի չաստվածը, որ ասոցացվում է Հեփեստոսի հետ հունական պանթեոնից եւ Միտրայի հետ իրանական պանթեոնից։ Տեսնում եք որքան կապակցված են։ Նան է պատերազմի չաստվածուհին հայկական պանթեոնում, որ համեմատվում է հունական Աթենայի հետ եւ Իշտարի հետ իրանական։ Իշտարը պղծության չաստվածուհին է, հոմոսեքսուալության չաստվածուհին է, որովհետև այս չաստվածների քուրմերը մտնում էին սեռական պիղծ հարաբերությունների մեջ եւ իրենց երկրպագուներին էլ էին ներառում այդ ամենի մեջ։ Ահա որտեղից է գալիս այս ամեն պղծության ակունքը։ Տիրը հայկական պանթեոնում երազների գրելու եւ մեկնաբանելու չաստվածը, որ կապված է Հերմեսի, Մերկուրիի հետ հունական։ Սրանք բոլորը չեն, բայց սրանք այդ կեղծ չաստվածների այսբերգի գագաթն են միայն։ Սիրելի ժողովուրդ, պետք է հասկանալ, սրանք աստվածներ չեն, կա միայն մեկ Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, մեկ Աստված, երեք անձ, սա է ճշմարիտ Աստվածը, Եհովա Աստվածը, մնացած ամեն բան մեր մտքի երևակայությունն ու պատկերացումն են, մեր ցանկություններն են, որոնց հետևում օգտագործելով մեր երևակայությունը, մեր ցանկությունները, դևերը օգտագործում են խորամանկաբար եւ այսքան կործանում են բերել մարդկության կյանքում։ Ամփոփելով ասենք, հեթանոս կեղծ աստվածները առաջացել են տարբեր աղբյուրներից, ներառյալ բնության, կենդանիների եւ մարդկային կերպարների աստվածացումը, ինչպես նաեւ գոյություն ունեցող կրոնական համոզմունքների ադապտացիայի միջոցով։ Սրանց երբեք չպետք է երկրպագել, պաշտել ու ծառայել, այլ պետք է այս ամենի համար ապաշխարել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգու միջոցով ապրում է յուրաքանչյուրիս մեջ, նա կենդանի է, նա մեռած չէ։ Ու եթե դու աղոթքը անում ես նայելով միայն Քրիստոսի նկարին, դա կենդանի Քրիստոսը չի, դու քեզ խաբում ես։ Քրիստոսը, եթե դու հավատում ես Քրիստոսին, Քրիստոսը քո մեջ է ապրում։ Եթե դու աղոթում ես Մարիամ Աստվածածնու նկարի առաջ, սրբի առաջ, նրանք քեզ չեն պատասխանելու։ Կպատասխանի չարը։ Ուղղի քո աղոթքը առանց որևէ նկարների, առանց որևէ բանի, այն Աստծուն,
կենթանի Հիսուսի միջոցով, որ քո մեջ է ապրում։ Նա կենթանի է։ Դու նկարների, իկոնաների ոչ մի բանի կարիք չունես Աստծուն աղոթելու համար։ Երբ Հիսուսը խաչվեց, տաճարի վարագույրը վերից վար հսկայական պատռվեց, ցույց տալու, որ պատռվել է այդ փականքը, միջնորդի կարիք չունես մարդ, նկարի առաջ մի ծնկի, իկոնայի առաջ մի ծնկի, մի անարգի Աստծուն։ Հիմա վերադառնանք գրքին ու հասկանանք, թե ինչպես է իրական կենթանի միակ ու ճշմարիտ արարիչ Աստվածը վերաբերվում կեղծ աստվածներին, այս չաստվածներին։ Ահա մի քանի օրինակներ հին կտակարանից, որ պարզ ցույց են տալիս, թե ինչ է Աստված մտածում կեղծ չաստվածների մասին եւ ինչպիսին է ճշմարիտ Աստծո վերաբերմունքը այս կեղծ աստվածների եւ նրանց երկրպագողների հանդեպ։ Սուրբ գրություններում Աստվածաշնչում կեղծ աստվածները կոչվում են այլ աստվածներ, փոքրատառով, բայց իմաստը նույնն է՝ բաներ, անձեր, որ Աստված չեն, բայց պաշտվում են, երկրպագվում են։ Կարդանք այդ հատվածները։ Դու էլ բացի քո Աստվածաշունչը ու կարդա ու մտածի։ Երկրորդ օրինաց կամ այլ որոշ այլ Աստվածաշնչներում կոչվում է Բ օրենք, ես կասեմ երկրորդ օրինաց, լավ։ 5 կտակարան, երկրորդ օրինաց, 5-րդ գլուխ, 7-ից 9 խոսքեր։ Սա Աստծո հրահանգն է։ Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ, քեզ համար կուռքեր չշինես, ոչ մի բանի կերպարանքով, որը գտնվում է վերևում, երկնքում կամ ներքևում երկրի վրա կամ երկրի տակ ջրերի մեջ։ Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին, մինչև 3-րդ և 4-րդ սերունդը, որոնք ատում են ինձ։ Այսինքն, եթե դու պաշտում ես, գիտակցաբար թե անգիտակցաբար, այս կեղծ չաստվածներին, ուրեմն դու ատում ես Աստծուն, որտեղ դու անարգում ես ճշմարիտ Աստծուն։ Ու քո արածը չարիք ու պատիժ ու կործանում բերելու է ոչ թե միայն քո վրա, այլ 4 սերունդ։ Մենք սա պիտի հասկանանք, որ հետ դառնանք մեր չարիքից։ 5 կտակարան, երկրորդ օրինաց, 8-րդ գլուխ, 19 խոսք։ Եթե քո Տեր Աստծուն մոռանալով գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք։ Սա Մովսեսն է ասում Իսրայելի ժողովրդին, Աստծո ասածը փոխանցելով նրանց։ Ու եթե դուք հիմա մտածում եք, խափնված լինելով, որ մենք Իսրայել չենք, սա Իսրայելին է վերաբերում հին կտակարանն է, սխալվում եք։ Աստված ընտրեց մեկ ժողովուրդ, որի միջոցով իր ամբողջ ճշմարտությունը փոխանցի մեզ, որպեսզի նրանց հետ պատահածը զգուշացում լինի ամեն ազգի համար։ Աստված այդ ազգերին, որ կործանել տվեց Իսրայելի ձեռքով ու հանել տվեց այնտեղից, նրա համար չէր, որ Աստված մարդուն ատում է, այլ նրա համար էր, որ նրանք այս կռապաշտության պղծության մեջ էին և ատում էին Աստծուն, որ իրանց երեխաներին էին զոհաբերում, որ պիղծ սեռական հարաբերությունների մեջ էին մտնում այս չաստվածների պատճառով, այդ դրա համար Աստված նրանց բնաջնջարեց։ Եվ Աստված զգուշացնում է, որ եթե դուք էլ այդպես վարվեք, ձեզ հետ էլ նույնն է լինելու։ 5 կտակարան, երկրորդ օրինաց, 11-րդ գլուխ, 16-ից 17 խոսքեր։ Զգույշ եղեք, միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք,
եւ երկրպագեք նրանց։ Այն ժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, եւ նա կփակի երկինքը, որպեսի անձրև չլինի, ու երկիրը իր բերքը չի տա, եւ շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։ Մենք այստեղ պարզ տեսնում ենք, որ մենք պիտի զգույշ լինենք, մեր սիրտը պիտի պաշտպանենք, ինչ ենք նայում, ինչ ենք մտածում, ինչ ենք լսում, որովհետև տեսնում ենք, որ մեր սիրտը կարա խաբվի, ու մենք տեսանք ոնց Եվան խաբվեց, ոնց Եվան հավատաց ստին, մենք խոսեցինք այդ մասին, որ Եվան իր ազատ կամքով խաբնվեց, ուրեմն մենք պիտի զգույշ լինենք, այս զգուշացումը մեզ համար է, ասում է կխաբվեք, ու հետո կխոտորվեք ու օտար աստվածներին կպաշտեք, և հետևանքը կլինի սովը, տառապանքը ու կկորչեք, որտև ամեն ազգին Աստված տվել է երկիրը, հողը, դա Աստծո նվերն է մեզ, սա միայն Իսրայելի մասին չի, որ ասում է, եթե դու գնաս ուրիշ Աստծո հետևից, դու կկորցնես այն երկիրը, որտեղ ապրում ես։ Իսկ արդյոք մենք չենք պաշտում ազգերի, որ մտածում ենք մեզ փրկելու են, մոռանալով թե ով է իրական փրկիչը։ Արդյոք դրա համար չի լինում այն ամենը, ինչ լինում է մեր երկրում։ Մտածեք, սիրելի մարդիկ։ 5 տակարան 2-րդ օրինաց 30 գլուխ 17-ից 18 խոսքեր։ Ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, եւ քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։ Բայց եթե քո սիրտը հետ դառնա եւ չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց, ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, որ դուք Հորդանան գետն անցնելով գնում եք այն ժառանգելու համար։ Սա ամեն ազգի է վերաբերում։ Այն երկրները, այն հողերը, որ մենք ժառանգել ենք Աստծո թույլտվությամբ, կկորցնենք, եթե մենք հետ դառնանք քրիստոնեությունից, եթե մենք հետ դառնանք հեթանոսությանը, որի սկիզբը դրել են Հայաստանում։ Աղոթեք մեր ժողովրդի համար, աղոթեք, որ հեթանոսությունը պարտվի, որ Աստված ողորմի մեզ եւ ամեն մեկը ձեր կյանքում, ձեր տան մեջ մաքրեք ամեն բան, որ Աստծուն անարգում է ու գարշելի է։ Գ 5 տակարան Գ թագավորած 9-րդ գլխի 6-ից 7 խոսքեր։ Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց եւ չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, եւ գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների եւ երկրպագություն անեք նրանց, այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելը այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, եւ այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից եւ Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։ Եկեք հիմա Իսրայելը փոխենք Հայաստանով, ժողովուրդ ջան։ Քրիստոնեության գալստով Հիսուս Քրիստոսը իր արյունով սրբեց մեզ։ Իսկ հիմա մենք ինչ ենք անում։ Չէ՞ որ այս խոսքերը մեզ են վերաբերում։ Չէ՞ որ մենք մեծամտանում ենք, մենք առաջին քրիստոնյաներս։ Բայց բանի տեղ չենք դնում Աստծո խոսքին։ 5 տակարան Բ մնացորդած 7-րդ գլուխ 22 խոսք։ Եվ պիտի ասեն, որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների եւ նրանց երկրպագեցին ու նրանց ծառայեցին։ Դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա։ Եգիպտոսի երկրից մեզ համար դուրս գալը նշանակում է խավարի գերությունից տեղափոխվեցինք Հիսուս Քրիստոսի լույսի գերություն քրիստոնեությունն ընդունելով, հեթանոսական կեղծ աստվածների գերությունից ազատվեցինք եւ գտանք միակ ճշմարիտ Եհովա Աստծուն, սատանայի գերությունից դեպի ճշմարիտ լույս, որ Հիսուս Քրիստոսն է եկանք։
տեսնում ենք, որ լավ բան չի սպասվում որևէ անհատի կամ ազգի, ով գնում է կռապաշտության, ով վերադառնում է հեթանոսության, ուրիշ կեղծ չաստվածների պաշտելու ճանապարհով։ Հուսամ մտածելու տեղիք է այս ամենը տալիս։ Եթե վախենում ենք, թող այդ վախը մեր մեջ բերի ապաշխարություն, եթե անհանգստանում ենք, թող մեր մեջ աղոթք բարձրացնի, որ Տերը մեր ազգին ողորմի, ապաշխարության ոգի լցնի մեր վրա, որ մեր եկեղեցին արթնանա եւ ոչ թե մյուս քրիստոնյա եկեղեցիների դեմ պատերազմի, այլ հեթանոսության դեմ, որ ամեն ինչ անում է խեղդելու քրիստոնեությունը Հայաստանում։ Եթե կյանք ես ուզում, ընտրի Արարիչ Եհովա Աստծուն եւ ազատվի այն ամենից, որ փոխարինում է նրան քո կյանքում, այն ամենից, որ վիրավորում է նրան քո տան մեջ, քո զարդերի մեջ, քո հագ ու կապի մեջ եւ քո կյանքում այն ամենից, որ գարշելի է Աստծո համար քո կյանքում ու քո տան մեջ։ Մի գայթակղվի Եհովա բառից, սա Աստծո անունն է, որ ինքն է տվել։ Շատ հայկական թարգմանություններում հենց այդպես էլ գրված է Եհովա։ Կտրի քո մտքում այն կապը, որ գոհություն ունի Ռասելի հետևորդների եւ Եհովա անվան մեջ։ Նրանք երբեք մի ծաղրի այս անունը, սա Աստծո անունն է, զգուշացի, վրա մեղք մի վերցրու։ Աստված իրեն այսպես ներկայացրեց։ Իսկ եթե մահն ես ընտրել, անելու շատ բան չունես, կարող ես շարունակել գնալ այն ճանապարհով, ինչով որ գնում ես, բայց ես աղոթում եմ, որ Աստված ողորմի եւ քեզ խելքի բերի։ Այս քարերը փեշիցդ թափ տուր, արթնացի մարդ, խաբնված մի մնա, քո ցանկությունների գերին մի մնա։ Աստված քո կործանումը չի ուզում, բայց դու ես ընտրում դա։ Ընտրի չհավատալ ստին, այլ հավատալ ճշմարիտ ու կենդանի Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, միակին, բարձրալին, հինավուրցին, հավիտենականին, կենդանի Աստծուն, որը գալու է։ Հիսուսը գալիս է։ Պատրաստվիր նրան դիմավորելու համար։ Ամեն։